Ես Սիսյանից եմ գալիս եւ երեք իմ ելույթում ես նշել եմ, արդեն չափագրում են անում բնակավայրի։ Դու գիտեք ինչ է Շուրա։ Դա մուսուլմանական ինքնավարություն է, որը եղել է 18-ից 20 թվականին Հայաստանի տարածքում։ Հիմա այդ բնակավայրերը, որ 300,000 թուրքեր են բնակվելու, դրանք լինելու են շուրաների կարգավիճակով, այսինքն իրենք ունենալու են իրենց իշխանական մարմինները, իրենց ոստիկանությունը եւ զինված ուժեր, որոնք պահպանելու են երրորդ երկրի զինված ուժեր, որոնք պահպանելու են այդ բնակավայրերի անվտանգությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետականություն, ինքնիշխանություն գոռացող այդ թուրքի ստրուկները Հայաստանը ստրկացնում են Ադրբեջանին։ ԿՊԻ լոգոն գիտեք ինչ լոգո է։ Այդ ձեր սեղման լոգոն չգիտեք ինչ լոգո է։ Իրականում չգիտեք։ Ասեմ 1973 թվականին Թուրքիայի մեջլիսը ընդունել է արտադրված է Թուրքիայում լոգոն, թուրքական ապրանքների լոգոն, որը նույնն է ինչ որ քաղաք պայմանագիր կուսակցության լոգոն է։ Ես դա իմ ելույթում ցույց եմ տվել 1973 թվականին, այսինքն Նիկոլ Փաշինյանը իրականում ապացուցում է, որ ինքը թուրքական ապրանք է։ Իսկ որ նշում եք Սյունիքում արդեն չափագրման աշխատանքներ են տարվում, որ հատվածի մասին է խոսքը։ Դաստակերտի Սոֆուլուի հատվածներում, նախկին ադրբեջանական բնակավայրերն արա։ Մի քանի օր առաջ տեղեկություններ տարածվեցին նաև, որ ոսկեպարում է նման իրավիճակ, որ չափագրման աշխատանքներ են կատարվում։ Այո, այո։ Նույնը նաև Վարդենիսում է, ինչու, եթե Վարդենիսից չեն հայտնում, բայց ինձ զանգ է ասել են, որ անծանոթ մարդիկ են եկել այդ ադրբեջանական գյուղերում նկարում են, բան են անում, եւ ընդ որում գիտեք ինչն է վերաբերել, որ իրենց ուղեկցում են մարդկանց, որոնց թիկունքին գրված է ԱԱՑ հայերը։ Շինուհայրից 21 թվականին մի հատ շատ հումորով մարդ մի հանճարեղ բան ասաց, ԱԱՑ-ը այդ Ադրբեջան ազգի ծառաներ էր նշանակում, իրականում այդպես է։ Եվ իրականում այդ մանիպուլյատոր սրիկան, այդ Թալանչի Նիկոլը իրոք ազգին ոչնչացրեց։ Իսկ չափագրումների պատճառը որն էր, որովհետև ոսկեպարում նշվեց, որ դա անում են ադրբեջանցիներին վերաբնակեցնելու համար։ Նույնն էլ նաև այդ բնակավայրերում, որոնք դու գիտեք ինչ կա 1987 թվականի մարտահամարով Հայաստանի Հանրապետությունում ապրել է 85,000 ադրբեջանցի։ Դա սովետական միության մարտահամարի տվյալներ է, բայց այս տականքի Նիկոլի կնքած պայմանագրով այդ թիվը 300,000 է դարձել, այսինքն 300,000 ադրբեջանցի եւ 520,000 հայ է ապրել Ադրբեջանում, բայց հայերի վերադարձի մասին ոչ մի խոսք չկա։ Ինչպես Ալիևն է նշում, դա ոչ թե համաձայնություն է, այլ միակողմանի թելադրանք է Հայաստանի եւ Հայաստանը ընդունել է մեր բոլոր պահանջները։